Պարոն Միրզոյան, հայ ժողովուրդը ձեզ իրավունք տվել է վերջնականապես փակել Արցախի հարցը։ Դուք ժամանակին ասում էինք անջատում հանուն փրկության, հետո Շուշիի Հադրութի դեօկուպացիա։ Ինչ եք անում դուք, ինչու եք այսպես վարվում հայ ժողովրդի հետ։ Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչիվս էին դարձում, էլի ոչ մեր կողմից, իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր, հարց համարվում է սպառված։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարի Մինսկի խումբը, դուք նշեցիք հարց ու պատասխանի ընթացքում, որ Մինսկի խմբի լուծարումը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, եթե ես ձեզ ճիշտ եմ հղումանում կամ հիշեցնում, դուք այս իրավիճակում, երբ կոնկրետ պահանջները Ադրբեջանը շարունակում է պնդել, Հայաստանը ինչպես է պատկերացնում լուծումը այս իրավիճակից։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ես կարծում եմ, ես հույս ունեի, որ կանդրադառնանք հարցերի, որոնք ձեր դիտարկմամբ գուցե բաց են մնացել հանձնաժողովի քննարկման ընթացքում չհնչեցին, ամեն դեպքում նորից կանդրադառնանք, թեև այս հարցի մասին խոսեցինք։ Ուրեմն նախ փաստենք եղած ձեռքբերումը, ըստ փուլի համար եղածը, իսկ դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հայտարարված են երկու կողմերից ավարտված, տեքստը համաձայնեցված։ Հիմա Ադրբեջանը, ինչպես եւ մինչեւ այդ հայտարարությունը, հանդես է գալիս հավելյալ պահանջներով դիցուք, օրինակ բանը, սահմանադրության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը, եթե ուզում եք, ես կարող եմ նորից կրկնել, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա։ Զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Զուգահեռաբար հիշենք սահմանազատման հանձնաժողովների ուրեմն համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվեց Հայաստանի ազգային ժողովում եւ մինչեւ վավերացումը անցավ, ուրեմն քննարկվեց, դիտարկվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում եւ սահմանադրական դատարանը ասեց, որ այս կանոնակարգը սահմանադրականությունը հաստատեց, ասեց համապատասխանում է սահմանադրությանը։ Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմաթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմաններ, այն վերջին մնացորդները անգամ պատրանքների կամ պահանջների, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի պահանջներ իր Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, էլի պետք է որ ծրված լինեն եւ փարատվեն եւ այդպես այլ իմ տպավորությամբ եւ համոզմամբ գոնե ընդունում եւ ընկալում է միջազգային հանրությունը։ Եթե նույնիսկ դրանից հետո էլ կան պնդումներ այն մասին, որ մեր սահմանադրությունը խնդրահարույց է իրենց տարածքային ամբողջականության տեսանկյունից, մենք արդեն իսկ համաձայնեցված տեքստում, որի համաձայնությունը երեք իրենք եւս հայտարարեցին, ունենք դրույթներ, որոնք դա են փարատում եւ կրկին տեսնում ենք, այո, ուրեմն այդ պահանջը եւ հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակ էլի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կան, տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Այդքան բան, շարունակել աշխատել։ Հնարավոր է հանվի սահման։ Այսինքն ձեր ասածը նշանակում է, որ անկախության հռչակագիրը, որը հենց խնդրահարույց է համարում Ադրբեջանը, չի հանվի սահմանադրություն։ Տիկին Գալստյան, նայեք, ես ասեցի մեր դիրքորոշում սահմանադրության մասին, ինչ սահմանադրական փոփոխություններ կամ նոր սահմանադրության ինչ նախագիծ կբերվի, չեմ կարող մեղքս թաքցնել, տեղյակ չեմ մանրամասնել, ես այդ սահմանադրական հանձնաժողովի եւ այդ քննարկումների մաս չեմ։ Տարածքային պահանջ չի ենթադրում։ Ես ասեցի, դրա հանելու անհրաժեշտությունը դուք չեք տեսնում։ Կարծում եմ ես ասեցի իմ ներկայացրած մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ սպառիչ է։